Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ սովորեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Բարին ձեզ սիրելիներ։ Ավետարանյան այս հրաշալի խոսքերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենթանարար խոսքերը, պիտի մեզ համար ուղեցույց լինեն մեր կյանքում։ Մենք պիտի առաջնորդվենք այս խոսքերով, ապրենք այս խոսքերով, գործենք այս խոսքերով։ Եվ ինչպես միշտ ոչ թե մեր կարծիքը պիտի փոխանցենք ձեզ, այլ Աստծո ընտրյալ այրերի խոսքը, ովքեր ճգնելով անապատներում, ովքեր հեռանալով աշխարհից, հրաժարվելով աշխարհից, ամբողջովին նվիրվեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ գործով արեցին այն ամենը, ինչ որ պատվիրել էր մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այսօր օգտվելով հայր Աբրահամի մեկնություններից, օգտվելով նրա բացատրություններից, պիտի մի փոքր խոսք ասենք, թե ինչ են նշանակում այս խոսքերը, եւ ընդհանրապես ինչու է աշխարհը այս վիճակում, ինչու ենք մենք մարդիկս, այսինքն աշխարհի բոլոր մարդիկ, հասել այս օրին, թե պատերազմները, թե համաճարակները, սովը, թշնամությունը, ատելությունը, որտեղից է եկել եւ ինչ լուծում կա այս ամենին։ Ուրեմն հայր Աբրահամը ասում է, որ Տեր Հիսուս Քրիստոսին հետևելը միայն մեզ օգուտ է տալու։ Եվ Տերը երբ որ ասում է ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, այսինքն մեղքով բեռնավորվածներ, հոգնածներ, այսինքն ունայնությունից, այս աշխարհի գայթակղություններից հոգնածներ։ Եվ ասում է հանգիստ կտամ ձեզ։ Այսինքն հանգիստ կարող են գտնել միայն Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Այդ հանգստությունն ու խաղաղությունը, որը տալիս է Աստված, որը տալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, այս աշխարհի խաղաղության հետ կապ չունի։ Դա աստվածային այն խաղաղությունն է, որով իսկապես մարդը միավորվում է իր Աստծուն, որով իսկապես մարդը զգում է աստվածային սերը։ Եվ հետո ասում է իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ սովորեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնար եւ ձեզ համար հանգիստ կգտնեք, այսինքն պայման կա նաեւ դրա համար, որ պիտի Տեր Հիսուս Քրիստոսի լուծը մեզ վրա վերցնենք, նրանից սովորենք, այսինքն նրա հեզությունը սովորենք, նրա խոնարհությունը սովորենք։ Եվ հայր Աբրահամը ասում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ նրա առաքյալները, եւ եթե ավելի առաջ գնանք, եկեղեցու սուրբ հայրերը, սրբուհիները, ճգնավորները, նահատակները, նրանք բոլորը հրաժարվել են աշխարհի ամեն ինչից։ Շատ շատերը ուղակի հրաժարվել են իրենց ամբողջ ունեցվածքից եւ ինքնակամ աղքատությանն են տրվել։ Բայց դա երանելի աղքատություն է, որովհետեւ դա ինքնակամ է, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի է։ Այսինքն այս սրբերը նախընտրել են հրաժարվել աշխարհի ամեն ինչից, գայթակղություններից եւ մնացած այն բոլոր կապող օղակներից, որոնք Աստծուց հեռացնում են մարդուն։ Իհարկե, չմտածեք, թե ասում ենք դուք էլ պիտի ամեն բան վաճառեք եւ ընդհանրապես ոչինչ աշխարհում չունենաք, բայց հստակ է, որ կարող ենք պարզ ապրել։ Պարզ է, որ դուք ունեք երեխաներ, ունեք հայրեր, մայրեր եւ պիտի խնամք տանեք նրանց համար։ Պարզ է, որ պիտի երեխաներին ինչ որ կերպ ապահովենք, բայց հստակ է նաեւ, որ կարող ենք պարզ ապրել, բայց այսօր մարդուն ստիպում են, որպեսզի այդ պարզությունից հեռանա։ Ստիպում են, որ ոչ թե Տեր Հիսուս Քրիստոսի այդ պարզ լուծը իր վրա վերցնի, այդ հասարակ կյանքը իր վրա վերցնի, այլ դառնա ճոխությունը սիրող, սպառող մարդ, որը ամեն տեղ սպառողի դերում հանդես կգա։ Մարդուն դարձնում են որովայնապաշտ, մորթապաշտ, նյութապաշտ։ Այսօր մարդիկ իսկապես ավելի շատ նյութապաշտ են, ավելի շատ նյութականի վրա են կենտրոնացած, քան թե հոգևոր արժեքների։ Եվ խոսքը ոչ թե հիմա նրա մասին է, որ դուք վաճառեք ամեն ինչ, տուն չունենաք կամ մի սովորական հասարակ մեքենա չունենաք եւ այլն, նման ծայրահեղությունների մասին չէ, աշխարհիկ մարդուն նման բան չեն ասում։ Վանականների դեպքում, հայրերի դեպքում հասկանալի է, վանականը չպիտի ունեցվածք ունենա։ Բայց հասարակ մարդն էլ կարող է այնպիսի պարզ կյանք վարել, որպեսզի աշխարհը նրան կուլ չտա, որպեսզի չմոռանա իր հոգևոր արժեքների մասին։ Եվ եթե բաց աչքերով ստի քողը մի կողմ նետած նայենք մեզ 4 բոլորը, թե հիմա ինչպես ենք ապրում, թե ինչպես ենք նշում նոր տարին, թե ինչպես ենք ընդհանրապես վերաբերվում սուրբ մկրտության խորհրդին, թե ինչպես ենք հարսանիքներին, պսակի խորհրդին վերաբերվում, ամեն բան խնջույքի է վերածված։ Այսօր որևէ մեկը չի մտածում իր կողքի ապրողի մասին,
Որևէ մեկը չի մտածում, որ եթե ինքը աշխարհով մեկ մի խնջույք է կազմակերպում, ճոխություններով եւ մնացած ամեն ինչով, իր կողքը ապրող աղքատ կա, որի երեխայի աչքը մնում է իր սեղանի վրա։ Այդ պատճառով էլ այդ խեղճ աղքատը գնում է պարտքերի մեջ է ընկնում, իր հնարավորություններից վեր բաներ է փորձում անել, որպեսզի ինչ որ մի կերպ իր երեխային մխիթարի։ Բայց չէ որ աշխարհով աշխարհ նշելու փոխարեն կարելի է տանը փոքրիկ ձևով նշել։ Այնպես որ ամենամտերիմ բարեկամներով ինչ որ համեստ հյուրասիրությամբ նշել տոնը փառք տալով Աստծուն եւ անցնել առաջ։ Եվ ոչ թե այնպես անել, որ կողքիդ աղքատը երանությամբ նայի քո դռանը, որ կողքիդ աղքատի երեխան լաց լինի, որ ինքը չունի այդ ամենը։ Բայց ցավոք սրտի շատ հաճախ դա անգամ մարդկանց ցավ չի պատճառում։ Ընդհակառակը մարդիկ մտածում են, որ ես ուրիշի համար ինչու պիտի ինձ սահմանափակեմ։ Ով է ասել, որ ես պիտի սահմանափակ ապրեմ, պիտի ուտեմ, խմեմ, վայելեմ, մնացածը ինչ ուզում են, թող լինեն։ Եվ հետո Աստծուն են մեղադրում, որ աշխարհը կործանվում է։ Եվ հաճախ ու հաճախ մարդիկ իրենց անհաջողությունների համար, աշխարհի այս վատ վիճակի համար, այն ամեն ինչ որ կատարվում է մեր կյանքում, մեղադրում են Աստծուն։ Եվ ասում են, որ ինչու է Աստված այսպես անում, կամ ինչու է Աստված թույլ տալիս։ Բայց երբեք չենք մտածում, որ մենք ինքներս այնքան ենք տրվել աշխարհին եւ այնքան ենք սիրում աշխարհը, որ արդեն հանուն աշխարհի հաճույքների պատրաստ ենք իրար կոկորտ կրծել։ Այ եկեք հասարակ պարզ լեզվով ուղակի խոսենք, ոչ թե աստվածաբանությունից խոսենք, ոչ թե վեհ երկնային հարցերից խոսենք, այլ մեր կենցաղից ուղակի տեսնենք մենք ինչպես ենք ապրում։ Այսօր մարդիկ դարձել են սպառողների սերունդ ունենք։ Ամեն տեղ ապրանք է գովազդվում։ Ամեն տեղ մարդուն ներշնչում են, որ դու պիտի անընդհատ ինչ-որ մի բան գնես, դու պիտի լավագույնը ունենաս, դու ինչ որ ունես, որը լավն է, դրանից ավելի լավը պիտի ունենաս։ Եվ մարդիկ արդեն իրար նախանձով են անգամ նայում։ Եթե որևէ մեկը ունի, այն մեկը իրենից մի քիչ պակաս ունի, ամեն բան անում է, որպեսզի կամ հավասարը ունենա, կամ ավելի լավը ունենա։ Եվ դրա պատճառով անգամ մարդիկ գնում են եւ պարտքերի մեջ են ընկնում։ Դրա պատճառով պետությունները իրար դեմ պատերազմի են ելնում։ Դրա պատճառով մարդիկ թալանչի են դառնում, որովհետեւ մարդիկ ոչ թե նախընտրում են պարզ ու հասարակ կյանքը, այլ մարդիկ ուզում են հասնել ամենալավին, այդ ճակերտավոր լավին։ Որ ամենալավ մեքենան ունենամ, ամենալավ տունը ունենամ, ամենալավ ուտելիքը ուտեմ, չնայած որ այսօր ուտելիքն էլ անգամ թույն է։ Մարդիկ այնքան անհամբեր են դարձել, մարդիկ այնքան որովայնամոլ են դարձել, եւ սա դատելով չեմ ասում, այլ ուղղակի փաստն եմ արձանագրում։ Այնքան որովայնապաշտ ենք դարձել բոլորս, որ անգամ պատուղները, դա կլինի լոլիկը, վարունգը, մրգեղենը կապ չունի։ Ոչ թե իր ժամանակին ենք ուտում, երբ որ իսկապես եկել է ժամանակը, տարվա այն ժամանակն է, որ բերքահավաքն է եւ մենք կարող ենք իսկապես բնական պտուղը ուտել, բնական բերք հավաքել, որը մայր հողն է տալիս։ Այլ ընդհակառակը ինչ ենք անում։ Տարբեր քիմիական նյութերով սրսկում ենք ծառերը, տարբեր քիմիական նյութեր օգտագործելով պտուղներ ենք ստանում, որոնք իրականում վնասում են մեզ, որոնք իրականում մեր երեխաներին վատառողջ են դարձնում։ Սա ինչի մասին է խոսում։ Մարդկանց ագահության մասին։ Եվ մարդիկ հանուն այս ամենի, հանուն նրա իրենց երազած այդ ճակերտավոր լավ կյանքի աշխարհը իրար են խառնել։ Տեր Հիսուս Քրիստոսի լուծը մարդիկ չեն ուզում իրենց վրա վերցնել։ Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա ոչինչ չուներ։ Տեր Հիսուս Քրիստոսը ապրում էր ամենահասարակ կյանքով։ Անկամ երբ իրեն վիրավորում էին, երկնքից կրակ չէր իջեցնում։ Անկամ երբ իրեն տարան խաչելու, ոչ թե հրեշտակներին հրամայեց, որ բոլորին տեղում գլխատեն, այլ հանուն մեր փրկության, հանուն աշխարհի փրկության գնաց եւ խաչը ելավ։ Բայց մենք ինչ ենք անում։ Ամենափոքրիկ բառը, որը կարող է վիրավորական թվալ ուղակի, ամենափոքրիկ պատճառը կարող է մարդասպանության տանել։ Անկամ ծուր հայացքը այսօր մարդասպանության պատճառ է դառնում։ Փոքրիկ երեխաներն անգամ իրենց գրպանում դանակ ունեն։ Այսօր մարդիկ այնքան են արյան ծարավ, որ ամբողջ աշխարհում հանուն օգտակար հանածոների, հանուն տարածքի, հանուն իշխանության պատերազմ է մղվում։ Բայց այդ պատերազմը առաջին հերթին Աստծո դեմ է, եւ այդ պատերազմը սատանան մղում է մարդու միջոցով։ Մարդը ըստ
ծննդոց գրքի ստեղծված է Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Նմանությունը կարծես թե արդեն ընդհանրապես կորել է։ Եվ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ մենք պիտի նմանվենք Աստծուն, դա ոչ թե նկատի ունի, որ մենք պիտի հրաշագործ լինենք, ոչ թե նկատի ունի, որ մենք պիտի ինչ-որ ջրերի վրայով քայլենք, այս անենք, այն անենք, դևերին հալածենք եւ մնացած այլ բաները, առաջին հերթին Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցնում է, որ մենք էլ պիտի ողորմած լինենք ինչպես Աստված։ Մենք էլ պիտի բարին նախընտրենք, որովհետեւ Աստված ինքը բարություն է։ Պիտի սիրո մեջ ապրենք, որովհետեւ Աստված ինքը սեր է։ Այսինքն պիտի առաքինությունները նախընտրենք եւ ոչ թե այն ամենը, ինչը մեզ ստիպում է այս աշխարհի առջև կռանալ եւ ապրել գետնաքարշ կյանքով։ Եվ անապատական հայր Աբրահամը հստակ ասում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամենահասարակ ձևով էր ապրում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս այդ օրինակը մեզ տվեց։ Եվ միայն նրա օրինակին հետևելով է, որ մենք կարող ենք հանգստություն գտնել, խաղաղություն գտնել։ Եվ Տերը ասում է. իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև, բայց մարդիկ քանի որ նախընտրում են աշխարհինը, հաճախ այս ամենը ասում են, որ ճիշտ չէ, որ ինչպես կարող է այս լուծը թեթև լինել, ինչ է խոսում, ինչ է ասում, բայց երբ որ մարդիկ նախընտրում են ճոխ եւ հարստությամբ լի կյանքը, իրենց բեռնավորում են թե մեղքերով, թե անհանգստությամբ, թե անգամ մարդիկ տառապում են անքնությամբ, որովհետև իրենց բակում կանգնած միլիոններ արժեցող մեքենան կարող է ինչ-որ մեկը վնասել։ Բայց ով որ ունի հասարակ մի մեքենա, անգամ եթե ինչ-որ բանով էլ վնասեն, ինքը հանգիստ քնում է, որովհետև միլիոններ չարժե, որովհետև շատ հեշտ կարող է նորոգել։ Եվ այդպես ով որ ապրում է պարզության մեջ, ով որ անգամ կարող է հարստության մեջ լող տալ, բայց նորից նախընտրում է պարզությունը, հասարակ կյանքը հանուն Տեր Հիսուս Քրիստոսի, իսկ մնացած ամեն ինչով էլ փորձում է օգնել իր հարազատներին, կարիքավորներին, անգամ անծանոթներին, այս մարդու խիղճը հանգիստ է։ Եվ այս մարդը ազատ է, կարող է գնալ Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Աշխարհը նրան չի բռնում, աշխարհը նրան հետ չի քաշում, աշխարհը նրան կապանքներով չի պահում։ Եվ նա արդեն գնում է Տեր Հիսուս Քրիստոսի մոտ եւ իր մեղքերը ցույց է տալիս Աստծուն եւ Աստված նրան ազատում է այդ ամենից եւ հանգստացնում է։ Իսկ այն մարդիկ, ովքեր սովոր են իրենց ամբողջ կյանքը այդ սպառողի դերում անցկացնել, որ ես պիտի սա ունենամ, նա ունենամ, սրանից 10 հատ ունենամ, նրանից 20 հատ ունենամ, 4 մեքենա ունենամ, այս ամենը մարդուն դարձնում է գերի, մեղքի գերի եւ հետո մարդիկ սկսում են մեղադրել Աստծուն։ Թե ինչու է մեր կյանքը այսպես, ինչու է աշխարհը այս ամենին հասել, ինչու են պատերազմները, համաճարակները, ինչու են հիվանդությունները շատացել, բայց նույն մարդը, նորից եմ ասում, տարբեր քիմիական նյութերով թունավորում է իր իսկ ուտելիքը։ Եվ հետո մտածում, թե ինչու են երեխաները քաղցկեղով հիվանդանում, ինչու է ընդհանրապես աշխարհը այս վիճակին հասել։ Նույն մարդիկ մեղքի մեջ ապրելով չեն հասկանում, որ մեղքի վարձը մահն է եւ միայն ապաշխարությունն է բուժում մարդուն։ Միայն Տեր Հիսուս Քրիստոսի մոտ գնալն է մարդուն փրկում։ Միայն Տիրոջ առջև խոնարհվելն է, որ մարդուն կարող է ազատել այդ ամենից։ Բայց ոչ, մարդիկ ինչ են ասում։ Մարդիկ դեռ մի բան էլ Աստծուն են մեղադրում։ Իսկ Առակաց գրքում 10-րդ գլխում գրված է. մարդու անմտությունն ապականում է նրա ճանապարհը եւ իր սրտում մեղքը Աստծուն է վերագրում։ Այսինքն այսօր մարդկությունը մեղադրում է Աստծուն նրա համար, ինչը ինքն է իր գլխին բերել։ Այն ամենը ինչ որ կատարվում է մեր մեղքերի պատճառով, շատ շատերը դրա համար Աստծուն են մեղադրում։ Լսեք թե ինչ է ասում Տերը։ Եզեկիելի մարգարեության գրքում 18-րդ գլխում կարդում ենք. Կասեք, Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Արդ լսեք, ով Իսրայելի տուն, միթե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ որ ձեր ճանապարհները ուղիղ չեն։ Երբ արդարն իր արդարությունից շեղվի եւ անիրավություն գործի, մեռնելու է իր անօրենության մեջ, որ գործել է։ Իսկ երբ անօրենը հետ կանգնի իր գործած անօրենությունից, իրավունք ու արդարություն անի, ինքն իր հոգին փրկելու է, որովհետև տեսել է ու իր կատարած բոլոր ամբարշտություններից հետ դարձել։ Հաստատապես ապրելու է ու չի մեռնելու, բայց Իսրայելի տունը կասի. Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ։ Միթե իմ ճանապարհն ուղիղ չէ, ով Իսրայելի տուն։ Ոստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ով Իսրայելի տուն, ասում է ամենակալ Տերը։ Դարձեք եւ հետ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից եւ անիրավության համար տանջանքների չեք մատնվի։ Դեն նետեք ձեզնից բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ։ Ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարեք։
Ինչու մեռնեք, ով Իսրայելի տուն, ասում է Տերը, քանի որ ես մեղանչացի մահը չեմ կամենում, ասում է ամենակալ Տերը, այլ այն, որ իս չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի, արդ դարձի եկեք եւ ապրեք։ Ուրեմն, սիրելի հայ ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, սիրելի քրիստոնյաներ, ոչ թե Աստված է մեր այս ամենի մեջ մեղավոր, այլ մենք ինքներս մեր ամբարշտության ճանապարհով, մեր մեղքերով մեզ հասցրել ենք այս օրին։ Եվ բնական է, որ եթե մարդը օրինակի համար 5-րդ հարկից ցատկի, կամ պիտի մեռնի, կամ պիտի ջարդուխուրդ լինի։ Սա ֆիզիկայի օրենք է։ Գոյություն ունեն նաև հոգևոր օրենքներ, որ եթե մարդիկ մեղքի ճանապարհով են ընթանում, օրհնությունից զրկվում են եւ չարիք է առաջ գալիս։ Մարդը չարիքի է հանդիպում։ Աստծուց հեռացողը երբեք չի կարող բարու մեջ ընթանալ։ Աստծուց հեռացողը չի կարող Աստծո հովանավորությունը ունենալ։ Եթե մարդը ինքնական մերժում է Աստծուն, ինչպես կարող է հետո կանգնել ասել, թե իր ամեն ինչի մեջ, իր անհաջողությունների, իր կորուստների եւ մնացած ամեն ինչի մեջ Աստված է մեղավոր, եթե ինքն է իրեն հասցրել այդ ամենին։ Երեմիայի գրքում 6-րդ գլխում կարդում ենք. Այսպես է ասում Տերը. Կանգնեք ճանապարհներին եւ դիտեք, հարցրեք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին։ Տեսեք, թե որն է բարի ճանապարհը եւ գնացեք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին. չենք գնա։ Ձեզ վրա հսկիչներ կարգեցի ասելով. լսեք փողի ձայնը, իսկ նրանք ասում են. չենք լսի։ Մեր Տերը, մեր Աստվածը, իր մարգարեների միջոցով, իր առաքյալների միջոցով, առաքելահաջորդ հայրերի միջոցով, նրանցից հետո ապրած սուրբ հայրերի միջոցով, վարդապետների, քահանաների միջոցով զգուշացրել է, որ մեղքը մեզ տանելու է կործանման։ Մեղքը չի կարող օգուտ տալ մարդուն։ Բայց ինչպես որ գրված է, թե ձեզ վրա հսկիչներ կարգեցի ասելով լսեք փողի ձայնը, իսկ նրանք ասացին, թե չենք լսի, այդպես էլ մենք մեր սուրբ հայրերին չլսեցինք։ Եվ մինչև օրս չենք լսում։ Մինչև օրս էլ մենք չենք պատկերացնում ճշմարիտ քրիստոնեությունն ինչ բան է։ Անկամ պահքը, որ պիտի ծածուկ սուս ու փուս պահենք եւ որևէ մեկը չիմանա անգամ մեր պահքը ոնց է անցնում, աշխարհով մեկ հայտարարվում է. այս կերեք, այն կերեք, ես այսպես եմ պահում, ես այնպես եմ պահում, ես այս կերա, ես այն չկերա։ Ինչ որ տեսահոլովակներ են հանվում տարբեր գեղեցիկ էֆեկտներով եւ այլն, իբրև թե մենք պահք ենք պահում, բայց սա պահք չէ։ Սա կարելի է արդեն ասել, որ թաթերական ինչ որ բեմադրություն է եւ կարծես թե ինչ որ մրցույթ լինի, թե ով ավելի շատ պահքի մասին խոսի, ով ավելի շատ բան գիտե պահքի մասին։ Փոխանակ սուս ու փուս պահենք այդ պահքը։ Փոխանակ եթե անգամ ինչ որ մի բան կա խոսելու, քննարկելու, գնանք մեր հոգևոր հովի հետ առանձին ծածուկ քննարկենք եւ անգամ որևէ մեկը չիմանա մեր կենցաղն ինչպիսին է, ամբողջ համացանցը պահքի մասին խոսակցություններ են։ Այդպիսի պահք է լինում։ Եթե մենք ամրանայինք Տիրոջ խոսքով, եթե իսկապես մեր Տեր Հիսուս Քրիստոսի լուծը մեզ վրա վերցնենք, եթե այդ հասարակ կյանքը, եթե ճշմարիտ աստվածպաշտությունը, եթե այն ամեն ինչ որ Աստված մեզ ասեց եւ պատվիրեց մեր կյանքում տեղ գտներ, եւ մենք ապրենք այդ ամենով, հիմա աշխարհում խաղաղություն կլիներ։ Բայց աստվածային պատվիրանները խախտելու պատճառով, Աստծուց հեռանալու պատճառով, աշխարհը ինքնակործանման կոճակին է սեղմել։ Աշխարհը գնում է այդ ճանապարհով։ Եվ նորից Հայր Աբրահամի արած մեջբերումներից պիտի օրինակ բերեմ, նորից Երեմիայի գրքից։ Եվ փառք Աստծուն, որ ունենք այս անապատական հայրերին, մեր սուրբ հայրերին, ովքեր իրենց ժառանգությունը թողել են մեզ, որպեսզի գոնե մենք ճղճիմ ճակերտավոր քրիստոնյաներս, ովքեր փորձում են քրիստոնյա լինել, ովքեր ինչ որ մի կերպ փորձում են քրիստոնյա լինել, հետևենք նրանց խորհուրդներին եւ ի վերջո հասկանանք, որ մենք պիտի ձգտենք իսկապես քրիստոնյա լինել եւ ոչ թե քրիստոնյայի դերը վերցնել մեզ վրա եւ քրիստոնյա խաղալ։ Եվ Երեմիա մարգարեի գրքում 2-րդ գլխում գրված է. Եվ հիմա ինչ ես փնտրում եգիպտացիների ճանապարհին։ Ուզում ես Գեհոնի ջուրը խմել, կամ ինչ ես փնտրում ասորեստանցիների ճանապարհին։ Ուզում ես գետերի ջուրը խմել։ Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու եւ քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը, ասում է Տերը քո Աստվածը։ Ես չհավանեցի քեզ, ասում է Տերը քո Աստվածը։ Սա մեզ է վերաբերվում։ Եթե մենք Սուրբ Հերոնիմոսի մեկնությունը կարդանք, կտեսնենք, որ ամբողջովին մեր մասին է։ Կտեսնենք, որ այսօր մենք հենց այդ վիճակում ենք։ Գնացել ենք այլ տեղերում ինչ որ կենթանի ջուր ենք փնտրում։ Մեր Աստծուն թողած,
Մեր հայաստանյաց առաքելական ուղափառ եկեղեցին եւ նրա անաղարտ վարդապետությունն ու դավանությունը թողած պիղծ աղանդավորական կառույցների մոտ կենթանի ջուր են փնտրում մարդիկ, գնոստիկների մոտ, յոգերի մոտ, չգիտեմ ում մոտ են մարդիկ կենթանի ջուր փնտրում, որպեսզի իրենց ծարավը հագեցնեն, բայց դեպի մահ ու կործանում են գնում։ Բլոգերներն են դարձել ազգի քարոզիչ, ինչ հիմարություն ասես դուրս են տալիս, եւ մարդիկ դա որպես քրիստոնեական ուսմունք են ընդունում։ Բայց Տերը ասում է. ես չհավանեցի քեզ։ Տերը ասում է, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը։ Հասկանում եք։ Մենք չենք կարող քրիստոնյա լինել եւ կոչվել, եթե ոչ թե մեր սուրբ հայրերին ենք հետևում, մեր սուրբ վարդապետներին ենք հետևում, այլ ինչ որ բլոգերների տրված ուսմունքներով ենք առաջնորդվում, ովքեր ընդհանրապես քրիստոնեության հետ կապ չունեն, բայց քրիստոնեությունից են խոսում։ Ինչ որ բուժակների ենք հավատում, ովքեր կանգնում են տեսախցիկի առջև եւ բիզնեսի առողջության ու չգիտեմ ինչի համար են աղոթում, անգամ եկեղեցիների դեմ կանգնած։ Եթե ինչ որ յոգերի ենք հավատում, եթե ընդհանրապես ում ասես հավատում ենք բացի եկեղեցու սուրբ հայրերից, ովքեր Աստծո ընտրյալ սրբերն են եւ ովքեր իրենց ուսմունքը տվեցին մեզ, որպեսզի չմոլորվենք։ Եվ Տերը ասում է, որ այդ ամենի պատճառով, որ հեռացար եւ այլ տեղեր ես այդ կենթանի ջուրը փնտրում, չեմ հավանում քեզ։ Եվ սա պիտի մեր ազգին վերագրենք, որ ազգովի խոտորվել ենք ճշմարիտ ճանապարհից։ Բայց եթե մենք իսկապես Աստծունը լինենք, եթե մենք հստակ ուղիղ ճանապարհը ընտրենք, եթե Աստծո պատվիրանների ճանապարհով գնանք, եթե մեր Տեր Աստծո առջև խոնարհվենք, սիրենք ուղիղ քրիստոնեությունը, ուղղափառությունը, սիրենք մեր սուրբ հայրերի ժառանգությունը, սկսենք սովորել այդ ամենը, դրանով ապրել, Տերը մեզ երբեք մենակ չի թողնի։ Երբեք ու երբեք մենք չենք սասանվի, որովհետև Երեմիայի գրքում հստակ գրված է. նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ, քեզ փրկելու համար, ասում է Տերը։ Եթե Տերը մեզ հետ լինի մեզ փրկելու համար, ամբողջ աշխարհն էլ մեր դեմ լինի, ամբողջ աշխարհն էլ ուզենա մեզ կրոնափոխ անել, չի կարողանա։ Բայց այսօրվա մեր թշվառ վիճակը հստակ ցույց է տալիս, որ մենք խոտորվել ենք, որ մենք հեռացել ենք ուղղափառ քրիստոնեությունից, մարդիկ անգամ պատերազմում են եկեղեցու դեմ, ասելով թե մենք ուղղափառ չենք, եթե ուղղափառ չեք, ուրեմն աղանդավոր եք, ուրեմն եկեղեցու մի մասը չեք, որովհետև ուղղափառ լինել նշանակում է ուղիղ հավատ ունենալ, ուղիղ դավանություն ունենալ, ուղիղ վարդապետությամբ ապրել, ուղիղ կյանք ունենալ։ Ամեն ոք, ով որ հրաժարվում է ուղղափառությունից, դառնում է աղանդավոր։ Ուղղափառ չեն ավետարանաբողոքականները, ուղղափառ չեն բոլոր նրանք, ովքեր հիմա իրենց ավետարանական են կոչում, էմանուելական են կոչում, չգիտեմ, բոլորը աղանդ են։ Եվ բոլորը կտրված են Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցուց, այսինքն մարմնից Տիրոջ։ Գնացեք, միացեք իրենց, դուք էլ գնացեք կործանվեք, եթե ուղղափառ չեք։ Բայց եթե ուզում եք ճշմարիտ ճանապարհը գտնել, եթե ուզում եք իսկապես քայլել անաղարտ, ուղիղ ճանապարհով, որը հաճելի է Աստծուն, ուրեմն մեր սուրբ հայրերի ճանապարհը պիտի ընտրենք։ Անգամ չեմ ասում այսօրվա հոգևորականի, անգամ չեմ ասում այսօրվա սարկավակի, դպիր կլինի, ով կլինի։ Այսօր մենք բոլորս տկար ենք, եւ մենք բոլորով պիտի, անկախ նրանից հոգևորական է, անկախ նրանից սովորական աշխարհիկ մարդ է, որը ծառայության մեջ չէ, անկախ նրանից դպիր է, սարկավակ է, մենք բոլորով պիտի մեր սուրբ հայրերի ճանապարհը բռնենք եւ միասին գնանք այդ ճանապարհով, առաջնորդ ունենալով եկեղեցու սուրբ հայրերին, առաջնորդ ունենալով առաքյալներին, որովհետեւ բոլորիս ընդհանուր առաջնորդը Տեր Հիսուս Քրիստոսն է, եւ նա է նշանակել նրանց, որպեսզի մեզ մոտեցնեն իրեն։ Եվ այս ճանապարհից շեղվողը երբեք չի կարող ճշմարտության ճանապարհի վրա լինել։